Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել է գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի միջնորդությունը։ Շուրջ կես տարի տևած անազատությունից հետո Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ գրավ։ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 18-ին։ Իշխանությունները նրան մեղադրում են իշխանությունը զավթելու հանրային կոչերի եւ սահմանադրական կարգը տապալելու փորձերի համար։ Եկեղեցին պաշտպանելու մասին նրա ասած մեկ նախադասության հիմքով։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Այն 195 օրերի ընթացքում, երբ Սամվել Կարապետյանը գտնվում են անազատության մեջ, նրա ստեղծած մեր ձևով շարժումը մեծ թափ հավաքեց, դառնալով Հայաստանի ընդդիմադիր դաշտի հիմնական բևեռներից մեկը։